Այն նորից սկսեմ։ Պարոն Կոնջարյան, պատիվ ունեմ 3 արդեն իսկ հայտարարեց, որ իմպիչմենտի գործընթացին միանում է ընդառաջելով քաղաքացիների նման առաջարկին դիմումին։ Քաղաքացիական պայմանագիրը ինչ դիրքորոշում ունի եւ հնարավոր է օրինակ ձեր խմբակցությունից պակասող падգամավորները, քանակը, որովհետեւ գիտենք, միանան։ Իհարկե ոչ։ Պարզ չի մեր դիրքորոշումը, սա բացարձակապես դատարկամիտ օրակարգ է եւ նույնիսկ Հայաստան խմբակցության ղեկավարն է հայտարարել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հիմք գոյություն չունի, այնպես որ ես ավելի շատ կարծում եմ, որ սա ընդդիմության ներսում իրար հետ հաշիվներ մաքրելու եւ միմյանց ինչ որ քաղաքական process-ներ պարտադրելու եւ դրանով ավելի լավ ընդդիմադիր երևալու մրցավազք է սկսել եւ բնականաբար իրենք իրենց մրցավազքի մեջ թող մրցեն, տեսնեն ով ավելի առաջ, ով ավելի հետ, դա իրենց խնդիրն է։ Ինչի համար եք կարծում, եթե մրցավազք։ Ես կարծում եմ, որ որքան մոտենան ընտրությունները, այնքան ընդդիմադիրները սկսելու են իրար դեմ պայքարել, թե ով է ավելի ընդդիմադիր։ Որովհետև եւ իրականում բայց ես չեմ ասում մի բան, որը հանրային դաշտում չկա, այսինքն մենք ներողություն։ Իսկն մենք դուք էլ տեսնում եք, թե ինչ բառապաշարով, ինչ տեքստերով են իրենք իրար մասին խոսում եւ չնայած ընդհանուր առմամբ թե արժեքային համակարգով, թե քաղաքական ինքնությամբ իրենք բոլորը նույն քաղաքական ինքնություն ունեն, նույն քաղաքական արմատ ունեն Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, սկզբունքորեն իրենց մեջ չի կարող լինել արժեքային եւ ֆունդամենտալ տարաձայնություններ, որովհետեւ գիտեք մաֆիոզները ոնց են, իրենք իրար հետ տարաձայնություններ կարան ունենան ազդեցության գոտիների բաժանման համար, բայց մաֆիոզները մնում են մաֆիոզներ։ Կառավարությունը իր ծրագիրը չի իրականացնում։ Ասում է իմպիչմենտի համար հիմքեր չկան, քանի որ Նիկոլ Փաշինյանը Ես որ մի հատ բարձր կանգնեմ, ներողություն էլի, հա։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը փայլուն կառավարիչ է բոլոր ոլորտներում, այդ թվում անկուտանգային դուք եք այդպես։ Այո, ես էլ եմ այդպես կարծում, ես կարծում եմ, որ եւ համոզված եմ, որ բոլոր, բայց ձեր գործընկերոջ հարցը դեռ չեմ ավարտել։ Ես կարծում եմ եւ համոզված եմ, որ բոլոր երկրներում բոլոր կառավարիչները, բոլոր կառավարությունները ունենում են եւ հաջողություններ, եւ դժվարություններ, եւ մենք մշտապես ինքնահայացմամբ ենք զբաղվում եւ փորձում ենք Դե ճանապարհը ինչքանով է, ակնհայտ է, չէ՞ որ խաղաղության ճանապարհը բարդ է։ Եվ ինչպես որ բոլոր բարդ ճանապարհները, այնպես էլ այս ճանապարհին կարող են լինել խոչընդոտներ, կարող են լինել տարատեսակ զիգզագներ եւ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Դա մեր քաղաքական հանձնառությունն է, մեր հավատամքն է եւ դա մենք մեր ժողովրդին խոստացել ենք եւ գնալու ենք այդ ճանապարհով։ Եվ որևէ մեկը չի ասել, որ այդ ճանապարհը լինելու է հարթ։ Գիտեք, շատ ժամանակ մարդիկ խաղաղություն բառը, որը ինքը իրենով պոզիտիվ է, շփոթում են խաղաղության հասնելու ճանապարհի հետ, որը իրենով շատ դժվար է, եւ ասում են, բա խաղաղությունը սենց է լինում, սենց դժվար է։ Հա, խաղաղության հասնելը դժվար է։ Խաղաղությունը լավ բան է, բայց խաղաղության հասնելու ճանապարհը դժվար է։ Ասում են ինչի գնով, այս խաղաղությունը ինչի գնով է լինում։ Եթե ներողություն պատասխանեմ երկու հարցին էլ էլի, եթե միայն մեզանից կախված լիներ խաղաղությունը, դա կլիներ շատ արագ։ Բայց ակնհայտ է, չէ՞ որ եթե խոսում ենք խաղաղության մասին, ուրեմն եղել է կոնֆլիկտ, ուրեմն կոնֆլիկտը առնվազն ունի երկու կողմ եւ միայն մեզանից չի կախված խաղաղության հասնելը։ Եվ հենց դրանով է պայմանավորված, որ մենք ունենք դժվարություններ, ինչպես որ ունեն բոլոր պետությունները, որոնք իրար հետ ունեցել են կոնֆլիկտներ, դժվարություններ։ Հիմա դուք այսօր որ նայում եք աշխարհի հիմնական թեժ կետերի, թեժ կոնֆլիկտներին, այնտեղ ամեն ինչ արագ է լինում, որտեղ նույնիսկ գերտերություններն են փորձում ուրեմն ամենօրյա ռեժիմով ջանքեր են գործադրում, որ խաղաղություն հաստատվի։ Միջուկային պետություններն են փորձում, որ խոստանում են, որ պետքա խաղաղությունը լինի արագ, բայց ստացվում է արագ, չի ստացվում։ Մենք էլ բնականաբար այդ համակարգի մի մասն ենք, բայց մենք հետ չենք կանգնում մեր հանձնառությունից, եւ ինչ վերաբերում է գնին, որ ասեցիք, կարևոր հարց եք տալիս, մենք մեր կարմիր գծերը մշտապես հայտարարել ենք։ Մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը մեզ համար ֆունդամենտալ արժեք է եւ դրանից որևէ հետքայլ ու կոմպրոմիս չի լինելու։ Մնացած դե մենք դրա մասին խոսել ենք, որ այո, մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացված է, բայց մենք մեր առջև այդ տարածքները վերադարձնելու ռազմական խնդիր չենք դնում, որովհետև կարծում ենք, որ սահմանազատման ճանապարհով հնարավոր է այդ հարցը լուծել։ Եթե Նիկոլ Փաշինյանը փայլուն կառավարում